Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, кетч, кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից Մարանի կամեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի կամեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցով մեզ հետևող մարդիկ, մենք այս պահին գտնվում ենք Վանաձոր քաղաքում եւ հատկապես Մագհայ Guest House-ի դիմաց։ Մեզ այսօր սպասում է բազմաթիվ անակնկալներով հաղորդում, իսկ թե ինչ անակնկալների մասին է խոսքը, կիմանաք ընդամենը վայրկյաններ անց։ Բարև ձեզ Տիկին Մարինե։ Բարև ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Ես շատ ուրախ եմ, ինձ թվում է դուք մեզ շատ եք սիրում, շատ հաճախ եք գալիս մեր ուտեստները համտեսելու, համեցեք։ Ինչպես է տրամադրությունը։ Բայց ես դուրը պահեմ, թե ահա։ Ես կօգնեմ ձեզ այդ հարցում։ Շնորհակալ եմ։ Բավականին ակտիվ է ձեզ մոտ այս պահին, ենթադրում եմ, որ բավականին շատ հյուրեր ունեք։ Հոյ, մեզ մոտ չենք սպասում, երբ գալիս է, մեզ մոտ շատ մեծ աժոտաժ է։ Նախորդ անգամ երբ որ եկաք, մեզ մոտ շինարարություն էր, մենք երկրորդ հարկն էինք կառուցում, հիմա էլ որոշել ենք մի քիչ շենքը գեղեցկացնել եւ դուք էլի համեցել եք մեզ մոտ։ Խնդրեմ, համեցեք։ Շատ լավ է, որ ձեզ մոտ անդադար կան մարդիկ, ովքեր գալիս են, գնում են, հետաքրքրվում են Վանաձորով, դա շատ գովելի է եւ արդարացնում է այն ամենը, ինչը որ դուք սկսել եք։ Այո, չենք դժգոհում եւ ես ձեզ ասեմ, մեզ մոտ մեր հյուրերը հյուրընկալում են 2-3-րդ անգամ, որը շատ մեծ գնահատական է մեր աշխատանքի եւ մեր բիզնեսի համար։ Դե, խնդրեմ, սկսեք պատմել, երբ հիմնադրվեց այս ամենը։ Ես նախորդ անգամ էլ արդեն պատմել եմ, երևի դիտորդներն էլ կհիշեն, 2007 թվականին մենք սկսեցինք մեր այս գործը, այսպես ասեմ, բիզնես ասեմ, հաճելի ինչ-որ մի բան ասեմ։ Այո։ Եվ իհարկե սկսել ենք մեր տնից, մեր սենյակներից։ Ահա։ Ուրեմն առաջի հարկում մենք ունեինք ընդամենը 3 ննջարան, որտեղ սկսեցինք հյուրընկալել հյուրերին, իհարկե չպատկերացնելով, թե ինչպես առաջ կգնա այս գործը, բայց փաստորեն այնպես եղավ, որ ստացվեց։ Եվ խոստացված անակնկալը, ողջույն Կարլոս։ Ողջույն Դավիթ ջան, բարով եք եկել։ Շնորհակալություն։ Միացել է մեզ եւ բիզնեսում, ընտանիքի մեծ անդամ։ Բարև ձեզ։ Սիրելի անդամ։ Հասցրեցիք շփվեք, այո, հասցրեցինք շփվել։ Ես թվում է արդեն դուք լավ գիտեք մեր ընտանիքի անդամներին։ Բարեբախտաբար, այո, հատկապես պատիվ եմ ունեցել Կարլոսի հետ մի քանի նախագծերում հանդես գալու։ Ընկերս ուր է սկորել։ Ստեղ։ Նորվա մարզ, Վանաձոր, ստեղ ազատամարտիկների 21 Մագհայ հյուրատուն, բայց այս դեռ ամենը չի։ Վստահ եմ Տիկին Մարինեն հասցրեց ինչ-որ բան ներկայացնի։ Ես չգիտեմ, այդ բառով ես էլ ավելացնեմ, իհարկե ինքը տեղը բավականին հին է, տունը հին Ղարաքիլիսայի հին առաջին տներից է ու իմ կնոջ ծնողների ջանքերով ինքը վերածվել է հյուրատան, մենք էլ մեր փոքրիկ ներդրմամբ ու աջակցությամբ փորձում ենք իրան սարքենք ավելի լավը,
ամեն անգամ ինչ որ մի բան է ավելացվում։ Հենց հիմա էլ շինարարություն է գնում, չգիտեմ, կարաք տեսնեք ֆասադային աշխատանքներ, նոր բաներ է ավելանում, ձայներ, շատ ու սիրուն այգի, որի գլխավոր պատասխանատուն Տիկին Մարինեն է։ Կարլոս, ինձ իհարկե բավականին դժվար է լինելու այսօր խոսել դուքով, կարծում եմ մենք դույով կշփվենք այսօր միմյանց հետ։ Վահան ջան։ Այո։ Ինչ ես անում դու այստեղ, որն է քո գործունեության բնույթը կոնկրետ այս մասով։ Բիզնեսը ինքը իրանով ընտանեկան է ու ամեն մեկը տենց կոնկրետ դերաբաշխում չկա։ Ամեն մեկը ինչ որ մի բան անում է, ինչ որ իր գործը ներդրում է, հմտությունները դնում է։ Ես օրինակ մսային համով բաներն եմ սարքում, շինարարության ընթացքում։ Հա, օղի ենք թորում։ Թորում անոր հետ։ Հա, շատ դժվարությամբ։ հետաքրքիր գործերը ինձ վրա է, էլի։ Հասկացա։ Իսկ դուք Յանա, ձեզ հետ կստացվի դուքով խոսել, մեր առաջին հանդիպումն է այսօր։ Ինձ հետ էլ կարող եք դույով խոսել անմիջապես։ Դե ես ծնվել եմ այս տանը, ինչպես Կարլոսը նշեց, ծնողներիս տունն է, այնպես որ ինձ շատ հոգեհարազատ վայր է։ Իսկ բիզնեսի առումով էլի ընտանեկան բիզնես է, բոլորս միասին ենք հիմնել, ես ավելի արտաքին կապերն եմ անում, ծրագրերը, վաճառքները, այդպես փորձում ենք հաճախորդներին թարմեցնել եւ նոր համոզում որ գան փող բերեն։ Ես նոր առաջարկներն եմ փաթեթավորում այդպես։ Կարլոս, գիտեմ, որ կապված այս գործունեության հետ դու նույնպես ունես ինչ-որ հետաքրքիր նորություններ մեզ համար։ Կապված այս գործունեության հետ, հա, տարածաշրջանի հետ հատկապես, որովհետև ես էլ ինչ-որ մի բան պետք է իմ կողմից ինչ-որ մի հետաքրքիր բան անեի, որովհետև ես եկա ստեղ, սիրահարվեցի այս բնությանը, այս տեի բերք ու բարիքին, այսպես ասած, ու օդ ու ջրին ու առաջի անգամ որ բարձրացա մայմեղ տանող ճանապարհը, այնտեղ ժամանակին եղել է բավականին հետաքրքիր զոնա ամառանոցների, այդ տեսնելով տենց երազանք ես ու Յանան որոշեցինք, որ այդտեղ պետքա պարտադիր մեր մի անկյունը ստեղծենք ու հիմա քանի որ ստեղ էլ շինարարություն է գնում, ես ձեզ հրավիրելու եմ վերև, մենք միասին բարձրանանք մայմեղ լեռան լանջին գտնվող մեր հյուրատունը, որը մենք ենք սարքել վերջին 2 տարում, կոչվում է Դնեստ ու կարծում եմ այնտեղ արդեն միասին կպատրաստենք ձեր համար համով բաներ։ Դա շատ հետաքրքրում է մեզ, սիրով։ Հա, երազանքի հետ, այդ երազանքը Յանայի մոտ եղել է 12 տարեկան հասակում, երբ որ Կարլոսը ասեց այնտեղ ամառանոցներ էր եւ մեր հարազատները ամառանոց ունեն, շատ ժամանակ գնում էինք դպրոցով, դասարանով, ընտանիքով հանգստանալու, Յանան կանգնեց ու ասավ, ես որ մեծանամ, այս տարածքը իմը պիտի լինի։ Ասեց եւ արեց։ Եւ արեցին։ Մեր արտասահմանցի հյուրերին հատկապես ինչն է տպավորում Վանաձորում։ Ասեմ, դե երբ որ գալիս են շրջագայելու ամբողջ Լոռի մարզում։ Վանաձորում ինքը քաղաքը որպես հանրապետության 3-րդ քաղաք, բայց դեռ այդպես տուրիստական առաջարկներ չունենք։ Բոլորը լավ գիտեն, որ նոր է սկսում Վանաձորը զարգանալ, մենք հույս ունենք, որ պիտի զարգանա, դրան է գնում տենդենսը։ Եվ ասեմ, որ շատ գրավում է իրենց սնունդը։ Այո։ Սնունդը կարելի ասել մեզ մոտ մաքայում առաջի տեղն է։ Մեր հյուրերը երբ որ կրկնակի անգամ գալիս են, ասում են, ձեր թխաբլիթները դուք այսօր մեզ սրանցնելու եք, ասում եմ իհարկե, դա մեր ֆիշկան է։ Դե խնդրում եմ ասեք ձեր ֆիշկան այսօր որն է լինելու, ինչ եք հրամցնելու մեզ։ Այսօր որպես տենց հատուկ բաներ չեմ մտածել, անկեղծ որ ասեմ, անելու ենք նենց, ոնց որ օրինակ իմ մոտ կգար իմ ընկերը, նույնիսկ պատահական, որ եկել է, ու ինչ կանեի ես այդ պահին։ Կգնայի շուկա ու կառնեի հենց այդ պահին ինչ կա, մանավանդ սեզոնային, հիմա էլ ես գարնան սիրուն եղանակին, արդեն Վանաձորին բնորոշ, Լոռվա մարզին բնորոշ խոտեղենը, կանաչեղենը, ստեղ դե շատ հարուստ է դրանով։ Կփորձենք գտնել հենց այդ պատրաստել ու գառի սեզոնն է բացվել։ Ես ձեզ կհյուրասիրեմ ընտիր գառ էլի ստեղին բնորոշ իր քաղցրությամբ ու համով։ Ես առաջարկում եմ այդ հրաշալի պահերը չհետաձգել, հենց այս պահին դադարեցնել նկարահանումը, գնալ գնումներ կատարելու եւ գնալ արդեն նոր բացահայտվող տարածք, եթե մանավանդ ստեղ ձայնը շատ է ու շինարարություն է, ես ձեզ կտանեմ ընտիր տեղ։ Շատ լավ։ Գնացինք։ Գնացինք։ Գետի ձայնը լսեք։
Գետ կա այնտեղ։ Գետ կա։ Որ գետն է։ Վանաձոր գետն է։ Հենց Վանաձոր գետը։ Վանաձոր գետն է, որի անունով իմիջիալոց քաղաքն է կոչվել։ Ոչ թե քաղաքի անունով են դրել գետի անունը, այլ գետն է, ի սկզբանե եղել Վանաձոր։ Ճանաչողական այցով ենք եկել էլի Չէ, հա, կոչվում է Վանաձոր։ Եվ գետն էլ ու հետո արդեն քաղաքն էլ Կիրովականից վերանվանվեց, դարձավ Վանաձոր։ Ճանաչողական այցով եկել ենք։ Դե գնանք հələ հասկանանք ինչ է անելու մեր համար այսօր Կառլոս։ Ինչպես Տիկին Մարինեն նշեց, ակտիվ շինարարական աշխատանքներ են այս պահին ընթանում, այս տարածքում։ Սա նոր մասնաշենք է, թե վերակառուցվող մասնաշենք է։ Մասնաշենքը երկրորդ հարկը նոր է, որոշ բաներ ավելացվել են ու հիմա ֆասադային աշխատանքն է գնում ու ներքին հարդարման աշխատանքներ արդեն։ Վերևը նոր սենյակներ կան, հաջորդը այս մի մասնաշենքի հերթն է լինելու։ Հասկացա։ Մյուս անգամ որ գաք, էսի կլինի արդեն շինարարության մեջ։ Բարի։ Կառլոս, ես հիշում եմ, երբ միասին նկարահանվում էինք, դու գրեթե նույն մեքենայից էիր վարում, բայց սա կարծես թե մի փոքր այլ է։ Հա, Ինչով է պայմանավորված այս կոնկրետ նոր ծածկույթը։ Այս մեքենան պայմանավորված է իր կոնկրետ ֆունկցիան ունի ու ինքը ապրում է սարերում։ Հարմարացված է սարերին ու սարային միջավայրին, հա։ Եվ քանի որ մենք գնալու ենք սարեր, կարծում եմ այս մեքենայով են գնալու, որտեղ վստահաբար մերը չի բարձրանալու։ Հա, ճանապարհը վատն է, մենք էլ մեր հյուրերին հիմնականում մեր մեքենայով ենք տանում։ Դե, գնանք երևի թե առևտուր անենք ու շարունակենք մեր նկարահանումները։ Ներողություն, ինձ թված Կառլոսը կբացի ձեզ համար դուռը, բայց ինձ թված արդեն հասկացա։ Կառլոս, մեր պատիվը գետնով ես տալիս։ Դուբլ վտարոյ։ Բայց դե միշտ բացում եմ, Յանա, նես չէ։ Այս անգամ դե։ Այս անգամ հա։ Խառնը հուզվեցիր, խառնվեց։ Կառլոս Յանայի հետ կարծես թե ամեն բան պարզ է, նա ծնվել եւ մեծացել է Վանաձորում, դու, եթե չեմ սխալվում, Երևանում։ Ինչպես եղավ տեղափոխությունը, արդյոք Յանան համոզեց, որ տեղափոխվես, թե ոչ։ Չէ, համոզելու բան չի եղել, ամեն ինչ ճիշտ ասած, ամեն ինչ սկսվեց 2020 թվականից։ Covid-ի տարին ու այդ ժամանակ մենք սպասում էինք մեր տղային Արնոյին։ Ու Covid էր, lockdown, ամեն ինչ փակ, իմ պրոյեկտները դադարեցված, ոչ մի բան չկար անելու ու երեխայի համար էլ պետք էր ավելի բարենպաստ պայմաններ ու այդ ամեն ինչից հեռու։ Իսկ դրանից լավ բան քան սարերը, բնությունը եւ մաքուր օդը Այդ մեզ համար եղավ Վանաձորը, որոշումը կայացվեց գանք Վանաձոր, ու անենց ստացվեց, որ եկանք ու ասինք էլ ուր ենք գնում։ Ես հեռավար էլի շարունակում եմ իմ գործունեությունը, իհարկե մի քիչ ավելի պասիվ, կինոարտադրությունը եւ երբեմն, իհարկե ոչ շատ հաճախ, որոշ պրոյեկտներ վերցնում եմ որպես դերասան, ու նկարահանվում եմ նաև։ Երևան շատ քիչ ենք գնում, ամիսը 1-2 անգամ, երբ որ շատ կարևոր գործ է լինում անելու։ Հաղորդման այս հատվածում մենք մեր հյուրերին տալիս ենք։ Այս հարցը դուք բացառություն չեք։ Ընկերներ, ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Հայաստանում ինչ կփոխեինք։ Այո։ Իրականում Հայաստանում մենք Կառլոսի հետ շատ ենք ճամփորդել ու հետ ենք եկել Հայաստանից։ Մենք այն զույգերից ենք, որ պոտենցիալ կարող ենք ցանկացած երկրում ապրել, բայց Հայաստանը այնքան լավն է ու այնքան ենք սիրում, որ հետ ենք գալիս։ Փոխելու ուղղակի պետք է մի քիչ զարգանա, մի քիչ կրթությունը, հենց անմիջապես ինձ համար օրինակ մենք կրթության ոլորտում շատ ենք թերանում որպես երկիր։ Ենթակառուցվածքները, այսինքն ինքը որպես համայնք, որպես երկիր, որպես ժողովուրդ, ես շատ եմ սիրում։ Այստեղ դու ունես սեր, այստեղ դու ունես մարդիկ, ում սիրում ես եւ ով քեզ են սիրում։ Եվ փոքր երկիր է, ես սիրում եմ փոքր երկրներ այն առումով, որ դու հեշտ ես տեղաշարժում ճանաչում ես, հասցնում ես ճանաչել քո երկիրը, կարողանում ես հեշտ ճամփորդել։ Միայն թե մի քիչ ավելի, այո, զուտ քաղաքակրթությունը զարգանա եւ որպես երկիր ավելի տնտեսապես եւ առողջ ու երջանիկ
երկիր լինի։ Մի քիչ մեծ երջանկություն է երևի պակասում մեր հայ ժողովրդին։ Դե մնացածը ծովարև։ Հասկացա ձեր պատասխանը բարձ է։ Կարլոս, it's your turn։ Լրիվ համադերմիտ եմ Յանայի հետ, կրթության հետ կապված ու ընդհանրապես ես խելքս գնում եմ Հայաստանի համար ու չեմ պատկերացնում ինձ ինչ որ մի այլ երկրում։ Իհարկե շատ ենք ճամփորդել, իմ համար կարևորագույն բաներից մեկը այդ ընտանիքի մոդելն է, հայկական, որը, չգիտեմ, գուցե ոչ մեծամասնության, բայց ինչ որ մի առումով կորցրել է իր այդ տեսակը ու իր այդ բնույթը, այն մեր նահապետական ընտանիքի, բայց իհարկե բառիս այն ամենադրական դրսևորումներով, էլի։ Շատ եմ կարևորում դա եւ դե դաստիարակությունը բնականաբար, որ եթե լավ ընտանիք, բնականաբար լավ դաստիարակություն, լավ արժե համակարգով ձևավորված ու կիրթ հասարակություն, որը որ ակնկալում եմ, որ մոտ ժամանակներս 1 մաքսիմում 2 սերունդ այդ կտեսնենք մենք։ Մենք նույնպես լիահույս ենք, շնորհակալություն ծավալուն պատասխանների համար, կհանդիպենք արդեն գնումներ կատարելիս։ Միս գնելը ամեն դեպքում խիստ տղամարդկային գործ է։ Յանային թողնենք, թող հանգստանա, մենք գնանք միս գնելու, բայց ես կարծում եմ մենք ինչ-որ տնական միս ենք գնելու։ Այդ շատ կարևոր հարց է, որովհետև մանավանդ Վանաձորում պետք է իմանաս որտեղից ես վերցնում միսը։ Իհարկե տեղերը շատ են ու տարբեր տեղերից են ես վերցնում միս, բայց այս պահին համ հարմարության, համ մոտիկության համար գալիս ենք Էրոյի մոտ։ Էրոյի մոտ։ Հասկացա։ Տալիս է մեզ ընտիր տնական գար։ Շատ հաճելի է։ Ոնց որ ինքն է ասում, կրթություն ստացած։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Էրո ջան, ողջույն։ Որ հատվածն ենք վերցնելու գարան։ Վերցնելու ենք ընտիր կտրտած կտորներով, նայեք։ Վերցնելու ենք մատները, ահա, չալաղաճը, ու փարդա, ու կսարքենք նաև փարդա, որտեղ աչքս տեսավ ունի։ Նույնիսկ։ Հա, նույնիսկ։ Կա, ունես Սերժան։ Գարի փարդա։ Ահա, դե մեզ տուր այս մատերն ու չալաղաճը ու փարդեն։ Հա, շատ չի, Կարլոս։ մենք երեկոյան հյուրեր ենք սպասում։ Հա, հասկացա, լավ։ Սպասենք դրա մարգրի մոտ։ Սպասենք։ Բարի։ Կարլոս, ասացի սպասենք դրա մարգրի մոտ, չհուշեցիր, որ իրականում պետք չի սպասել այնտեղ, այլ պետք է այստեղ վճարել։ Դուք պետք է այնտեղ սպասեք, ես այստեղ հարցերը Բայց այստեղ կարող եմ ես առաջարկել, որ մենք վճարենք քո փոխարեն, որքան է կազմում ընդհանուր գումարը։ 21000 դրամ, առաջարկում եմ մենք Դուք իմ վճարենք։ հյուրն եք ու չէ, ոնց կարա տենց լինի։ Այնպես որ Էրո ջան, Շնորհակալություն։ սպասեք ինձ դրա մարգրի մոտ։ Լավ։ Յանան միացավ մեզ, որովհետև արդեն մի փոքր կանացի աշխատանք է մեզ սպասում, կանաչի ընտրելը կարծում եմ կանայք ավելի լավ են կարողանում անել, քան մենք։ Մանավանդ լորվա կանաչիներս։ Մանավանդ ինչ կանաչի է հարկավոր մեզ։ Դե հիմա սինդրիկ ենք առնելու ու ղանձիլ, այդ է սեզոնի ամենահամեղ ու տարածաշրջանին բնորոշ։ Մանավանդ օրինակ ղանձիլը մենք Վանաձորում ղանձիլասար ունենք, տենց են ասում, չգիտեմ ուրիշ տեղ ասում։ Ղանձիլին այլ կերպ ասում են, թե դուք տեղյակ Ես չեք։ չգիտեմ, չէ, ոնց որ թե չէ։ Դե խնդրեմ, ընտրեք սինդրիկը, ասեք որն է ավելի լավը։ Տեսա, այստեղ կա Տեսա, սինդրիկը։ աստեղ բարև ձեզ։ Ինձ հաստ սինդրիկ տվեք, էլի։ Սրանք ոնց որ լավն է, վեճերն էլ։ Յանա, կհուշեք ինչպես ընտրել լավ սինդրիկ։ Դե սովորաբար սինդրիկը ընտրում են մի քիչ ավելի հաստ, ինքը երբ որ նոր է դուրս գալիս շատ բարակ է լինում։ Հաստերը լավն են, պետքա ուշադիր լինել, որ ծաղկած չլինի ու շատ բարակ չլինի, ճիշտ եմ, չէ՞։ Հեսա ժողովուրդը։ Որտեղից ձեզ այդ գիտելիքները։ Չէ, ղանձիլը ընդեղ է։ Ձեզ այդ գիտելիքները որտեղից Յանա։ Այդ գիտելիքները գենետիկ գալիս է, այստեղ որ Վանաձոր ծնվում ես, քոլա ճանաչությունն էլ հետ է տածանվում։ Հասկացա։ Լավ, շատ բարի։ Որքան պետք է վճարել։ Կարլ, ոնց որ վճարելը տղամարդ գործ է։ Կարլով չեք թողելու, մենք վճարենք այդ առաջարկը այլևս չանեմ։ Այս անգամ չէ։ Լավ, շատ բարի, շնորհակալություն։ Աչքս լավ ղանձիլ տեսա։ Մի հատ էլ ղանձի, բլդրղան էլ կար այն կառնենք, բայց բլդրղանը իմաստ չունի։
որտեղ պետք է Բլդրղան, բլդրղանը, հա, կարանք ցույց տամ։ Բլդրղանը հիմնականում թթու են Պետք է թթու դնենք, էլի։ ես կարծում եմ բավականին երկար կսպասենք ղանձիլ վաճառողին։ Եկա, բարև ձեզ։ Ղանձիլը ձերն է։ Մեզ 3 կապ կտակ, լավ, սիրուն ֆիոլետովի ղանձիլ։ Դա պարտադիր պայման է, որ լինի մանուշակագույն։ Քաղցր է, մանուշակագույնը քաղցր է։ Հասկացա։ Իհարկե դրանից բան չի մնում, որտեղ մաքրվում է կեսը։ Բարձ է։ Չէ, Չէ, ոնց է, մենք հատուկ եկել ենք շուկա, որ ձեր բիզնեսին աջակցենք։ Պետք չի մաներ, չէ, վсё։ Կարլո, շնորհակալություն առատաձեռն գնումների համար, հանդիպում ենք արդեն խոհանոցում։ Ես շնորհակալ, որ եկել եք ու ես միասին ենք վայելում։ Կարլոս նախատեսել էինք, որ հաջորդ հանդիպումը պիտի լիներ խոհանոցում, բայց անբարենպաստ ճանապարհները շատ գայթակղիչ էին եւ որոշեցինք անդրադառնալ այս ամենին։ Կան հատուկ փոխադրամիջոցներ, որոնք կարող են մարդկանց տեղափոխել դեպի ձեր հանգստյան գոտի։ Հիմնականում մեր հյուրերին ես եմ տեղափոխում այս մեքենայով, Ահա, բայց ցանկության դեպքում կա նաև բագիներ, ահա։ ճապոնական տենց սիրուն լավ տեխնիկա է, հատուկ հենց արտաճանապարհային տեղերի համար։ Տենց օֆրոուդ տուրեր ենք անում, դեպի Մայմեխլեր։ Ահա։ Դե ճանապարհը տեսնում եք, սենց է, բայց չգիտեմ, խոստացել են, որ պետքա ավելի լավ լինի։ Ես Ճանապարհը դրական կողմ ունի։ տեսնում եմ, որ նախկինում սա ասֆալտապատ ճանապարհ է եղել, բայց այս պահին ամբողջովին քանդված է ասֆալտը։ Հա, ինձ թվում է վերջին ասֆալտը ստեղ արվել է 80-ականներին, նախորդ դարի։ Նախորդ դարի, ահա։ Կակ մինիմում կես դարանոց ճանապարհ է, էլի։ Հասկացա։ Լավ, Կարլոս, չտանջվենք շատ, հանդիպենք իրոք պատրաստման ընթացքում արդեն։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են։ Օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Հա, ես հիշում եմ։ Հապա։ Ընտրյալ հատիկ, համի գախնիկ, մառանիկ։ Շատ ճիշտ է ամեն բան, այո։ Ճիշտ ասեցի։ Իհարկե, սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալ ենք։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշը, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալություն, անպայման կօգտագործենք։ Մասնավորապես աղցանների մեջ շատ ենք օգտագործում։ Դուք կատարում եք լավագույն ընտրությունը։ Վստահ եմ, որ սուրճի սիրահար եք։ Իհարկե, շատ։ Ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1 քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալ եմ, ես ամեն օր օգտագործում եմ, հենց իմիջիայլոց Լեբոն իմ ամենասիրելի սուրճն է։ Բրավո Կարլոս։ Հասանք դնեստ։ Այս պահին Յանան իրականացնում է նախապատրաստական աշխատանքները։ Իրականում պետք է ասեմ, որ մենք ուղղակի մոգական բնության գրկում ենք գտնվում եւ կատարյալ հանգիստ է ամեն բան այստեղ, ուղղակի հրաշալի։
Ինչպես եղավ այս վայրի ընտրությունը։ Իհարկե Տիկին Մարինեն մի փոքր ներկայացրեց, որ դա նաև Յանայի մանկության երազանքն է եղել, բայց կոնկրետ քեզ հետ կապված ինչպես էր, որ հենց այս տարածքը մտավ սիրտդ։ Հենց այդ նույն զգացումը, որ դուք ունեցաք, այդ նույն զգացումը ես ունեցել եմ 2013-14 թվականին, երբ որ առաջին անգամ եկա այստեղ ոչ մի բան չկար, ոչ հոսանք, ոչ ճանապարհ, ու ճանապարհը հիմա էլ չկար, կարելի է ասել։ Գոնե մենք ինչ որ ուղղել ենք, հարթացրել ենք, հարմարացրել ենք։ Հոսանք չկար, ինտերնետ չկար, երկար քաղաքի կենտրոնից լարերով ինտերնետ ենք բերել հասցրել, որ կապ լինի։ Այդտենց եկա, տեսա, սիրահարվեցի այս բնությանը, այս ծիտիկների ծլվելոցին ու գետին, որը որ հենց տան կողքն է, ու էլի ոնց ասեցի, երազանքի պես ու նպատակի պես մի բան դառա, որ ստեղ պետքա մի բան սարքենք։ Ու սկսեցինք կառուցման աշխատանքները։ Իհարկե պատճառներից մեկը, որ հանդիսացավ Բու այլընտրանքային տունն էր, որը ձեռք բերեց Էկոհաբ հիմնադրամը, որտեղ կինս է աշխատում։ Ես էլ նենց ստացվեց, որ հենց կողքը ստացվեց այս հողը ու շինարարությունը սկսեցինք տենց շատ արագ, կարճ ժամանակում, մաքսիմում ամեն ինչ իրար հետ մի տարի տևեց։ Սարքեցինք, իհարկե հələ շատ աշխատանք կա կատարելու, բայց ինքը իրանով արդեն երկու հարկը պատրաստ է, կարելի ասել։ Ֆասադային աշխատանքներ կա, այգու մշակման ու կառուցման աշխատանքներ կա։ Հիմա ինչպես էր սարի անվանումը։ Մայմեղ լեռն է, որը վանաձորցիների մոտ շատ հայտնի լեռ է, իհարկե ամենաբարձրը չի տարածաշրջանում, բայց ամենահայտնի եւ ամենասիրելի լեռը։ Այստեղ քայլարշավներ են անում, շատ արշավականներ են գալի, օֆրոուդ տուրեր են անում, ձմեռներն էլ այդ ձյան հատուկ կոշիկներով մենք էլ իհարկե տրամադրում ենք զբոսաշրջիկներին, որ բարձրանան դեպի սարը։ Եկեք տունը ցույց տամ։ Մինչ տունը ցույց տալը ես կարծում եմ նաև Բաքվում պետք է իրականացնել, չէ՞, որոշակի աշխատանքներ։ Համեցեք։ Կա այդպիսի ծրագրեր բարեկարգելու ավելի բակը, թե այս բնության վայրի վիճակը ավելի Ճիշտ ասած, շատ չենք ուզում միջամտենք բնության վայրիությանը, փորձում ենք հնարավորինս նենց անենք, որ տունը եւ ամեն ինչը ասենց համահունչ լինի բնության հետ, բայց իհարկե լիքը բարեկարգման աշխատանքներ կա, ասեցի այգի պետքա նորմալ սարքվի, ֆասադային աշխատանքներ պետքա արվի, շատ մեծ շինարարական աշխատանքներ չկան, ծառատունկերը արվում, որոշ տենց բնականաբար 90-ականներին շատ կտրված ծառեր են եղել։ Փորձում ենք ինչ-որ չափով վերականգնենք։ Ծառը տնկել եմ։ Ահա, տղան ունեցել եմ, տունը կառուցել եմ։ Տունը կառուցել եմ, մնում է տան վարկերը փակեմ։ Դե դրանից հետո էլ կարծում եմ արդեն կգա վայելելու ժամանակը։ Հա, եւ կկարողանաս լիարժեք վայելել։ Կառլոս, խնդրում եմ, ինձ ներսնել է բավականին հետաքրքրում, վստահ եմ մեզ դիտող մարդկանց նույնպես։ Խնդրում եմ ներսնել բացահայտիր մեզ համար, իհարկե քաղցած չէին սպասում նե այսօր քեզ հյուրընկալել, բայց Յանան արդեն նախապատրաստում է, շատ երկար ձեզ քաղցած չեմ պահի, բայց համեցեք տունն էլ շատ արագ ցույց տամ։ Ահա։ Ստեղ դե խոհանոցն է, հիմա ստեղ կանցկացնենք Եվ ավտոմատ ես։ Բարև ձեզ։ երկար ժամանակը։ Կվերադառնանք մի քիչ հետո, Յանա։ Անպայման վերադարձեք։ Ստեղ սենց սրահ է, բուխարու զարդարմամբ, բուխարին համարյա միշտ վառվում է, որտեղ ստեղ ջերմության կարիքը շատ է լինում, ցուրտ վայր է։ Քանի հոգի կարող է հյուրընկալվել այստեղ։ Տունը այս պահին կարող է հյուրընկալել 6 հոգի, ինքը մեծ է բավականին, բայց դե ունենք երրորդ հարկի պլաններ, որտեղ պետք է լինեն ննջարաններ, ու բնականաբար ավելի շատ մարդ կարող ենք տեղավորել։ Տարածքը մեծ է, տարածքները շատ են, բաց տարածքները, ստեղ ունենք նաև շոքեբաղնիկ, որը կարող եմ ձեզ հիմա ցույց տալ ու ամենասիրուն հատվածը շոքեբաղնիկից բացվող տեսարանն է։ Համեցեք։ Դե բացեք գեղեցիկ տեսարանը մեզ համար։ Ստեղ մեր շոքեբաղնիկի հատվածն է։ Այո։ Ահա եւ այն։ Սա Յանայի նախաձեռնությամբ է կառուցվել, այսինքն իր դիզայնով, թե դու ես որոշել։ Միասին ենք արել, հիմնական Այստեղ չի հանգիստ ասա։ Հիմնական շինարարությունը ես եմ, այս դիզայնի մեծ մասն էլ իմն է։
Հասկացա։ Սա ես եմ արել։ Հասկացա։ Յանայի իհարկե Համաձայնությունը ստանալուց հետո։ ստանալով Ես տեղ եմ։ Լսում ենք։ Յանան արձագանքեց։ Հետո ուր ենք դուրս գալիս։ Լավ, շոքեբաղնիկում ենթադրենք Շոքեբաղնիկից վայելեցինք այդ ամենը, հետո դուրս են գալիս ուր է լողավազանը։ լողավազան, որը որ բնական է ու բնությունն է մեզ տվել։ Այսինքն Մենք չենք սարքել։ Այս Վանաձոր գետն է։ ահա, Շոքեբաղնիկից միանգամից գետ։ շատ հաճելի Կարլոս։ Իհարկե հարմարացրել ենք մի քիչ, Ահա, բայց դե բնության դեմ անզոր ես։ Երբ որ հեղեղներ են լինում, հագում են ու ինքը իր գործն անում է։ Ու մեզ տենց ավելի է դուր գալիս։ գնանք ներս։ Գնանք ներս, սկսենք պատրաստել, ձեզ շատ երկար սոված չթողենք։ Մենք համաձայն ենք իրականում, որովհետև բավականին ուշ է արդեն, ընտրելու ժամն է նույնիսկ։ Դե համեցեք։ Յանա շատ էսթետիկ եք ամեն ինչ դասավորել։ Յանան Շնորհակալություն։ Պատրաստվել եմ ես տոնական հանդես։ Դեր խնդրում եմ ասեք տոնական հանդեսը ինչ է իրենից ներկայացնելու, ինչ ենք այսօր ըմբոշխնելու։ Իմ կողմից Այո, ես ձեր կողմից։ բանջարեղենով աղցան կպատրաստեմ կանաչիներով, թարմ կարտոֆիլ համեմված սամիթով, տեղական կովերից պատրաստված ռեժանով, կովերի պատրաստած ղանձիլ, իսկ ղանձիլը տեղական շատ համեղ կանաչեղեն է մեր սարերում, հենց այստեղ այս դիմացի սարը կոչվում է ղանձիլասար, այդտեղից ղանձիլ են հավաքում, սինդրիկ, էլի այս տարածաշրջանում բնորոշ եւ այստեղ աճած տեղական պանիրների տեսականի, ոտեմ բոլոկի։ Բողք։ Այդ վանաձորյան լեզվով մենք ասում ենք բոլոկի, բայց բողք։ Դե լավ։ Լավ, Կարլոս, դու ինչ ես անել։ Ես նախապատրաստեցի թոքու ջիգարը, ոնց որ ասում են, գառան օրգանները կփաթաթենք մենք հատուկ այս փարդայով ու գառան միսը, մատնու չալաղաջը, հիմա ես կհամեմեմ։ Ինչով ենք համեմում։ Գառան միսը ոչ մի բանով չենք համեմում։ Գառան միսը կրակի վրա անում ենք ուղղակի աղ ու խոշոր աղ, դա հիմա process-ը ընթացքում կանենք։ Այս թոքու ջիգարը փարդան կհամեմեմ սև պղպեղ, կարմիր պղպեղ ու մի քիչ ուրց։ Ուրց։ Հա, բավականին լավ համատալի։ Իհարկե կարելի է առանց ոչ մի բան, ուղղակի աղ ու վերջ։ Լավ, դե Յանը նույնպես կարող է անցնել գործի։ Կարլոս, ես հասկանում եմ բիզնեսը բիզնեսով եւ բնությունը բնությամբ, բայց ամեն դեպքում դու ունես մի մասնագիտություն, որը շատ ու շատ մարդկանց համար նախանձելի է եւ մոտ 20 տարի դու զբաղվել ես, չէ՞, եթե չեմ սխալվում դերասանությամբ։ Հա, արդեն 2006 թվականից հա կարելի ասել 20 տարի չես կարոտում բեմը կարոտանումները։ Շատ եմ կարոտում թատրոնը։ Չգիտեմ, դժբախտաբար մի 10% էլ երևի բարեբախտաբար, որովհետև չկարողացա ինձ այնպես իմ առօրյայում կազմակերպեմ թատրոնը, որ ես տրվեմ թատրոնին։ Թատրոնը կա իմ մեջ է, բայց ավելի շատ կինոն է երակշռում իմ մասնագիտական դրսևորումների մեջ, կինո որպես դերասան ու նաև ոնց որ նշեցի, որպես պրոդյուսեր։ Փոքր պրոյեկտներ, հիմնականում կարճամետրաժ խաղարկային եւ երկարամետրաժ դոկումենտալ ֆիլմեր ենք վերջի շրջանում արել ու հիմա process-ն է, որ արդեն գնանք դեպի փառատոններ։ Ես համ համեմեմ, համ փորձեմ ձեզ պատասխանել։ Շատ հաճելի կլինի, եթե մենք կարողանանք համադրել այդ ամենը իրար հետ։ Մի կարճ ժամանակ 2-3 տարի մի քիչ հեռվացա կինոից, ստիպված, որովհետև զբաղվում էի շինարարությամբ ու առօրյաս լցված էր մի քիչ այլ բաներով, բայց հիմա փորձում եմ վերադառնալ կինո։ Երբ սպասենք ձեզ հեռուստաէկրաններին։ Ստացա, չկարողացա ընդունել այդ առաջարկները, բայց վերջին պրոյեկտները, որ ընդունել եմ ու արդեն մեկը գնում է էկրանին, այդ Սուրբը 3 սերիալն է։ Եվ
Մոնթե ֆիլմում ունեցա իմ կարճ դերը, չեմ ասի իհարկե ինչա, որտեվ այդ մի քիչ անակնկալ է նաև։ Էդ էլ չեմ կարող ասել հիմա երբ կլինի պատրաստ, երբ կլինի էկրաններին, բայց վերջին նկարահանվածս պրոյեկտը դա էր։ Յանա, դուք հանդիսանալով Վանաձորի բնակիչ, հիմա որոշել եք նաև գործունեություն ծավալել հենց Վանաձորում, ու դա կարելի է անվանել որպես ինքնաճանաչողական դրսևորում։ Ես Վանաձորում շատ քիչ եմ ապրել, եթե տարիներով գումարենք։ Ես Վանաձոր վերադարձել եմ 2020 թվականին, որտեվ 5-րդ դասարանից, ավելի շուտ 2-րդ դասարանից մենք տեղափոխվեցինք Մոսկվա, հետո ես եկա մնացի Երևան եւ այդպես մնացի Երևան մինչեւ 20 թվականը, մինչեւ ծնվեց մեր երեխան։ Բայց ասում եմ Վանաձորից դու դուրս կգաս, բայց Վանաձորը քո մեջից դուրս չի գա։ Միշտ կապը, քանի որ ծնողներս են եղել, ես իրականում շատ երջանիկ եմ եղել Վանաձորում ու ամենաուրախ տարիներս դպրոցական տարիներն են եղել ու իմ լավագույն ընկերները Վանաձորի իմ ընկերներն են, ում հետ ես դպրոցում եմ սովորել, այնպես որ շատ իմ տարիքի երիտասարդներ կան, մեծամասամբ իմ ընկերներ բոլորը լքել են Վանաձորը։ Ու հենց ցավն էլ է դա, ես այդտեղ պետք է ընդհատեմ, որովհետև մենք մի քանի ընկերով տեղափոխվել ենք Երևան ու քիչ ենք Երևանից տեղափոխված մարդիկ Վանաձորում, բայց Վանաձորի այն լավ երիտասարդությունը, ովքեր մեծ պոտենցիալ ունեն ու կարան շատ փոփոխություն բերեն Վանաձորին, գնացել են կամ Երևանում են կամ արտերկրում։ Ես նորից եմ ասում, ես Վանաձորի իմ ընկերներից մեկ հոգի ունեմ, ով որ Վանաձորում է մնացել, մնացածը, ինչպես Կարլոսը նշեց, ցավոք անգամ Երևանում չեմ եւ ավելի հեռու են, ու նաեւ այլ մարդիկ, ովքեր շատ տաղանդավոր վանաձորցիներ կան, ովքեր կարող են իրենց պոտենցիալը եւ ներուժը օգտագործել հանուն քաղաքի, նաեւ կոչ եմ անում բոլորին, ով կարող է յետ վերադարձնի իր գիտելիքը եւ իր անցյալի ինչ որ լավագույն մաս այս քաղաքին, որտեղ անպայման քաղաքը շնորհակալ կլինի։ Ինձ մոտ հա ավելի ինչ որ հոգեվոր բավարարվածության եւ միսիայի նման մի բան է ինչ որ գործունեություն ծավալել Վանաձորի համար եւ կարծում եմ որ այսօր մարզերը դրա կարիք ունեն։ Մենք ցավոք ունենք մարզերից եւ ռեգիոններից, փոքր քաղաքներից խոսք դեպի Երևան եւ Երևանից էլ հետո այլ երկրներ։ Կուզենամ անպայման որ չմոռանան մարզերը, այն տաղանդավոր երիտասարդները, ովքեր որ լքում են, որտեվ մարզը ունի այդ պոտենցիալը եւ այդ կարիքը, այսինքն դու կարող ես քեզ գտնել այստեղ եւ անել այն գործը, ինչ որ դու սիրում ես։ Ճիշտ է ավելի բարդ, բայց նաև դաշտը ազատ է, եթե Երևանում մենք այս նույն օրինակ հյուրատունը պետք է բացեինք եւ մրցակցությանը կամ դիմանային կամ ոչ, Վանաձորի շուկան դեռ բարձ է, դու բացե կարող ես դեռ ներդրվել եւ զարգանալ։ Հյուրատուն բացել։ Դե ցանկացած բիզնես, շուկան այսօր շատ բան կա անելու, միշտ ամենտեղ բան կա անելու, մանավանդ եթե քո այդ նորամուծությունը օգտակար է համայնքին եւ ընդհանրապես կարելի է լավ բիզնես անել, ինչու ոչ։ Վերջ ամեն բան պատրաստ է, կարող ենք համտեսել։ Հեսա ես հետո պատրաստ կլինի։ Շարեմ այս ամեն ինչը։ Յանա, խնդրում եմ, դուք կներկայացնեք ինչ է կատարվում եւ որպես ամփոփում փորձենք հասկանալ։ Ես տապակում եմ ղանձիլը հիմա, սրա վրա պետք է ավելացնենք կարակ, տնական ռեժան եւ ձու։ Եվ այդպես պետք է տապակել ռեժանով։ Այո, ռեժանով։ Իսկ կաթսայի մեջ ինչ է եփվում։ Կաթսայի մեջ թարմ կարտոֆիլն է եփվում, որի վրա հետո կավելացնեմ մի քիչ սամիտ եւ այլ կարակ։ Առհասարակ մենք սիրում ենք օգտագործել կարակ կամ տնական յուղ կամ տնական ռեժան, տենց ձեթը մի քիչ բացառում ենք մեր խոհանոցից։ Բայց կարող եք ընտրել Սլաբադա ընկերության կողմից տրամադրված ձեթերը, որոնք էկոլոգիապես մաքուր են եւ 2020 թվականին ճանաչվել են որպես լավագույն արտադրանք։ Եթե օգտագործում Այո, այսօր աղցանների եւ մեր հյուրատան ճաշատեսակները գոնե թարմ աղցանները պատրաստելուց Ինչ եք անելու ի վերջո կանաչին, որի անունը այդպես էլ չկարողացա ֆիքսել։ Ղանձիլ։ Ես մի 3-4 տարի փորձել եմ սովորել որ ֆիքսել։ Ուղղակի տապակելու եք, մատուցելու եք, կարտոֆիլը։ Կարտոֆիլը տապակելու ենք, էլի մատուցելու ենք։ Խաշելու եք, հետո տապակելու։ Այո, մի քիչ ինքը խաշվում է, ցենց շոկ է խաշվում է, այսպես ասած, եւ հետո կարակի մեջ մի քիչ կտապակվի։ Կարլոս, դու։ Կունենանք աղցան եւ Ես փաթաթեցի փարդայի մեջ։ Ահա։ Եվ այսինքն գնալու է կրակի վրա։ Մնաց խորովել։ Մնաց խորովելը։ Եվ գարան միսը ուղղակի անցկացնել շշերի վրա եւ համեմել կրակի մոտ ասել։ կրակի մոտ։ Խոշոր աղով միայն։
Լավ, ուրեմն հաջորդ հանդիպումը կլինի մանգալի մոտ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հստակ աշխատանքը տարանջատած, բոլորը գիտեն ինչ են անում։ Այս բիզնեսն է ձեզ այսպեսին դարձրել, թե միշտ եք այսպեսին եղել։ Կյանքը։ Մեր կյանքը առհասարակ պլանավորված է։ Կյանքը։ Կյանքը կյանք չի, բայց շատ պլանավորված է մեր կյանքը։ Դե տենց է ստացվել, մանավանդ ամառային սեզոններին։ Ահա։ Տենց պետք է հոսքը սկսվում է զբոսաշրջության։ Իմ ծրագրերն էլ առանձին ես, որ զբոսաշրջությունից դուրս որտեղ որ իրականում ես աշխատում եմ այդ ծրագրերը, իրանք բոլորը դեդլայններով են, ես չգիտեմ։ Օրինակ գիտեմ հուլիս ամսվա կոնկրետ 18-ին ինչ ունեմ անելու։ Տենց սովոր ենք պլանավորած ապրել։ Ձեզ booking-ում հնարավոր է գտնել։ Այո, booking-ում էլ, Airbnb-ով էլ, Google Business-ով էլ։ Լավ։ Instagram-ով, Facebook-ով, Դնեստ։ Լավ։ Կարլոս վայելում ենք գետի վարարուն խշշոցը եւ պատրաստում խորոված։ Գարան։ Ինչպես նաեւ փարդա։ Այո, հիմա ոնց որ ասել էի, սկզբից դրեցինք մի քիչ ինքը յուղերը դուրս տա, Ահա։ ու սկսենք աղ անել հենց կրակի վրա։ Ուրիշ ոչ մի համեմունք։ Ինչու։ Նախ գառը, երբ որ նախապես աղ ես դնում, ինքը մի քիչ ցամաքացնում է, այդ իր հյութերը հանում է, այսպես ասած։ Այո։ Եվ հետո ստեղի գառն հենց համով է, որ ուրիշ ոչ մի համեմունքի համ չես ուզում զգաս։ Հենց իր գառան համը։ Մի փոքրիկ անոնս արեց Յանան, որ դու հմուտ խոհարար ես։ Ես իհարկե այս հարցը ուզում եի տալ ոչ Յանայի ներկայությամբ, բայց պետք է տամ ամեն դեպքում նրա ներկայությամբ։ Ով է ավելի համեղ պատրաստում, դու թե Յանան, ըստ քեզ։ Մսային ուտեստները կարծում եմ, որ ես համով եմ պատրաստում ու փորձում եմ միշտ էքսպերիմենտներ անել, բայց Յանան էլ սիրում է շատ տարբեր տարատեսակ, տարբեր երկրների խոհանոցներ բերի ու տենց էլի էքսպերիմենտներ միասին անում ենք։ Իմ այդ մսի հետ կապված փորձառությունը կարծում եմ հորից սա եկել, որտեվ մենք շատ մեր յուղի տանը շատ էր մեր մոտ գառը, միսը ու մանգալային հենց կուլտուրան, ինչպես նաև թոնիր։ Յանայի մաման էլ հրաշալի խոհարար է։ Յանան էլ իր մամայից է սովորել։ Որքան ժամանակ է պետք, որ միսը պատրաստվի։ Մեզ մի 10 րոպե մաքսիմում։ Հասկացա, այսինքն կարող ենք հանդիպել արդեն սեղանի շուրջ։ Այո, թեժ կրակի վրա, գառը սիրում է թեժ կրակ, աղ, ուրիշ ոչ մի բան։ Վայելենք Վանաձոր գետի խշշոցը եւ սպասենք մինչեւ գառը կպատրաստվի։ Յանան եկել է, դե ասա, որ դու ավելի լավ ես պատրաստում։ Յան, լավ ես սարքում, հարց չկա։ Պրոստը չես սարքում ես վերջերս։ Վայ։ Դե հյուրատանը, որ ապրում ես, այն որ խոհարար կա, բան կա, այն որ Այստեղի խոհարարը դու ես, որ հյուրերդ գալիս են։ Այստեղի խոհարարը ես եմ։ Ինչեր ենք բացահայտում, Կարլոս։ Բա որ մի երկու օր մնաք։ Վերջ պատրաստ է այն ամենը ինչի համար, որ հավաքվել էին։ Մեր խորովածը պատրաստ է, ղանձիլը պատրաստ է, գինիները լցրած է, սալատը տեղում է։ Ահա։ Կարող ենք քաշել։ Իսկ մանգալի մոտ մի շատ հայտնի ավանդույթ կա։ Պարտադիր, դա Չենք իրագործում։ Նա մի հատ էս հանեմ։ Ես հիշում եմ, որ ձեր զոքանչը նշեց, որ դուք երկուսով թորում եք տարբեր տեսակի խմիչքներ եւ ինչպես հասկանում եմ, ձեր թորած գինին ենք հիմա վայելելու, չէ՞։ Նա եւ դրա աները, ճշտում, ես ոչ։ Աներ թեսա, հա, իրանք լեգենդներ ունեն այդ թորած օղու վերաբերյալ։ Կխնդրեմ Կարլոսը թորած օղու եւ թորած գինու։ Հանրությունը իմանա թե ինչ է։ Դե, խնդրեմ։ Թորած օղի։ Կարլոս, ներկայացրու լեգենդները։ Համեցեք նախ, վերցրեք ձեր բաժակը։ Այո։ Կարող ենք արդեն ըմպել։ Այո, պատրաստ է, հեսա վերջին շամփուրներն է։ Հանում եմ ու
Ոսկերչական աշխատանք է կատարված իհարկե մսերի հետ։ Շնորհակալություն Էրոին, ճիշտ եմ հիշում անունը։ Երոին շնորհակալություն ու ողջույններ։ Էս էլ մեր Փարդան։ Առանձնացրեցիր, հա, ամեն դեպքում Կտրպեցի, Փարդաները։ որ հեշտ լինի։ Շատ էսթետ ես, բայց Փորձում եմ։ չէ, չես փորձում, ստացվել է արդեն։ Այդ ժամանակին ես փորձել, հիմա բարձվում է ստացվել է։ Վերջ։ Վերջ։ Խնդրեմ Վահան, սա քո բաժակը, Շնորհակալություն։ Յանա, Այդ փորացումն Դավիթը մեզ կմիանա։ Կմիանա, վստահ եմ։ Բարով եք եկել։ Շնորհակալություն։ Եկեք նստենք սեղանի շուրջ։ Դες մի րոպե դնեմ կենտրոն։ Մենք կվերցնենք Կարլոս, մի լարվիր, խնդրում եմ։ լավաշը։ Շնորհակալություն մեզ բնության մի մասնիկը դարձնելու համար, ընկերներ։ Համեցեք, Սիրով, բարով եք համեցեք։ եկել, շատ ուրախ եմ, որ եկել եք, բայց այս հաշիվ չի, ոնց որ ասեցի։ Ես համաձայն եմ, ոնց որ Սպասենք ասեցի։ բոլորիդ ընտանիքով ստեղ ես բնության գրքում վայելելու։ Ոչ միայն մեզ, այլ նաև մեզ դիտող մարդկանց Այո, վստահաբար։ համեցեք։ Սպասում ենք բոլորիդ։ Շնորհակալություն այցի համար եւ բարի ախորժակ։ Բարի ախորժակ, գնահատենք նաև քո թորած գինին։ Կարլոս, դու որ տաղանդավոր ես, դա չի քննարկում։ Բայց որ այս հարցում էլ ես այսքան տաղանդավոր, այդա բացահայտում ես։ Մարոդինայի գինի էր էս քաշում։ Այո։ Մարոդինայի էլ, խաղողի էլ։ Սրանից սկսենք, չէ՞։ Հա, համեցեք, ես միսը մոտ բերեմ։ Արագ փորձել։ Հյուրասիրեմ ձեզ։ Հանձիլը փորձի, Վահան։ Այդ շատ սպეციფიկ բան է։ Հա։ Բայց ռեժանով ամառային աղցանել չէի Հա, կերել։ եկել է շատ համով։ Կարող է եթե Ալանի է, Շատ համեղ է։ Շնորհակալություն։ Կրկին շնորհակալություն հրաշալի ուտեստների եւ բնության գրքում մեզ հյուրընկալելու համար, ինչպես նաեւ ամեն բան բաց սրտով ներկայացնելու համար։ Մենք ենք շնորհակալ, որ այցելեցիք, հյուրընկալեցիք եւ ոնց որ ասեցինք, սա հաշիվ չի, վերջինը չի եւ սպասում ենք ձեզ, երբ կուզեք։ Շատ շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն։ Ստեսություն, բարի ճանապարհ։ Շնորհակալություն։ Գնանք նորմալ հաց ուտենք։ Հա, ես սովորած մեռամ։ Գնացինք։ Ոնց գնանք նորմալ հաց ուտենք, բա մենք։ Տենց գիտես գնացինք ու գնացինք, հա, կյանքում վերջ չեն գալու, այս բնությունը թողենք բան գետը, վանաձորը։ լավ։ Եկեք։ Գնանք նորմալ հաց ուտենք։ Մենք էլ տենց օթով էինք սնվում, էլի։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.